Միացյալ Նահանգները գտնվում որոշակի փակուղու մեջ, այս պատերազմը բացի մարդկային զոհերից բերում է նաև էկոլոգիական աղետի։ Հայաստանի իշխանությունները հոգ չեն տանում երկրի անվտանգության հետ կապված ընդհանրապես։ Զրո հոգատարություն, հակառակը բանակն են կրճատում, գիտեք 25%-ով բանակի կրճատման մասին են խոսում, ռազմական բյուջեն են կրճատում։ Նրանց համար թշնամին ոչ թե թուրքն ու ադրբեջանցին է, այլ համար թշնամին ընդդիմությունն է։ Ադրբեջանական կողմը շարունակում է Հայաստանի մասին խոսելուց օգտագործել արևմտյան Ադրբեջան տերմինը։ Երբ որ դու հրաժարվում ես Արցախից, դու վերածում ես արևմտյան Ադրբեջանին։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է Հայաքվե միավորման քաղաքական խորհրդի անդամ միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, փետրվարի 28-ից մենք տեսանք, որ Ամերիկան եւ Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա։ Այս պատերազմը ընդգրկում է նոր մասշտաբներ եւ չենք տեսնում ելքը։ Տեսանք նաեւ Թեհրանի հայկական թաղամասի վրա եղավ հարված եւ նույնիսկ երեխա է վիրավորվել։ Կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ տարբեր կողմերից, ոչ միայն Իրանում, նաև Լիբանանում ենք տեսնում Բեյրութում եւ այս մասշտաբները շարունակում են մեծանալ։ Ձեր կարծիքով այս պատերազմը ուր է գնում։ Ցանկացած պատերազմի զարգացման սցենարը կանխատեսելը բավականին բարդ է, որովհետեւ պատերազմները երբեք կանխատեսել է, երբ այն կարող է սկսվել, բայց միշտ անհնար է կանխատեսել, թե ինքը ինչ զարգացում կունենա, ինչ մասշտաբներ կընդգրկի եւ որ ուղղությամբ կգնա, որովհետեւ ցանկացած այս իրավիճակում ցանկացած սխալ քայլ կարող է նոր հակամարտության եւ նոր հարձակումների պատերազմների բերել։ Բոլորը համոզված էին, որ նույնիսկ Իրանի նկատմամբ հարձակման դեպքում, ապա Իրանը չի համարձակվի հարվածել ծոցի մյուս երկրներին, քանի որ նրանք, ասենց ասեմ, այսպես կոչված ամերիկյան պաշտպանության ներքո են։ Բայց պարզվեց, որ ամեն ինչ հակառակն է, որ հենց հարձակման ենթարկվեցին ամերիկյան ռազմավազանները, որոնք գտնվում էին հենց այդ ծոցի երկրներում եւ երկրորդ քայլով արդեն հենց այդ երկրների եւ նրա նավթավերամշակման համակարգերը հարձակման ենթարկվեցին։ Մի բան, որը նախկինում համոզված են, որ տեղի չունենա։ Երկրորդը, որը շատ միջազգային վերլուծաբաններ համոզված են, որ չի լինի, դա Հորմուզի նեղուցի փակումն է, բայց սա էլ տենում ենք, ինքը այլևս չի աշխատում, ինչը բերել է նաև նավթերի գների, ասենց ասեմ, տատանմանը եւ այլն։ Այսինքն կանխատեսել, թե այս զարգացումները կգնան, բավականին դժվար է։ Միշտ ցանկալի է, որ այն մեծ մասշտաբներ չընդգրկի, բայց որպես կանոն, երբ որ նոր երկրներ են ընդգրկվում եւ նոր իրավիճակի փոփոխություն է տեղ ունենում, այն որպես կանոն նոր երկրներ են ընդգրկվում եւ տեղ ունենում դրա ընդլայնում մասշտաբների մեծացում։ Այնպես որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները գտնվում որոշակի փակուղու մեջ, քանի որ չնայած ինքը որ հայտարարում որ ենք վերջ ամեն ինչ հաղթել են, բոլոր հենակետերը ոչնչացրել են, բայց մենք տեսնում ենք, որ իրանական հրթիռները եւ դրոնները շարունակում են հարվածել եւ ամերիկյան ռազմաբազաներին եւ ծոցի երկրներին, որոնք գտնվում են եւ Իսրայելին են հարվածում, հատկապես մի քանի հարվածներ պարբերաբար նրանք ստանում են չանց մի քանի պաշտպանական այդ մակարդակների։ Այսինքն ինքը բավականին անկանխատեսելի եւ ճգնաժամային իրավիճակ է։ Սա իհարկե չի կարող մեզ չդիպչել, կոպիտ ասած, այսինքն հենց մեր կողքին է տեղի ունենում այդ պատերազմը, սա մենք տեսնում ենք արդեն տնտեսական առումով, դիզվառելիքի փոխադրումներ եւ այլն այստեղ նույնպես կարող է խնդիր ունենալ, բայց շատ քիչ է խոսվում մի խնդրի մասին, այնտեղ նավթային պահեստարանների են հարվածում Իրանում եւ դա նաեւ սև անձրևի էր չէ այնտեղ բերել, նաև թունավոր թթվային անձրևներ կարող են լինել։ Սա չի կարող չէ նաև չառանջվել մեզ։ Այս վտանգի մասին ինչու չի խոսվում։ Նայեք, էկոլոգիական այդ հարվածները բերում են էկոլոգիական վնասների եւ վտանգների։ Ինքը արդեն Թեհրանը դարձել է, քանի որ Թեհրանի մոտ գտնվող նավթային համակարգերին են հարվածել, սա բերում է որոշակի էկոլոգիական վտանգների, որը իհարկե կարող է ազդել նաև տարածաշրջանի բոլոր երկրների վրա։ Տարբեր քամիներ այդ ամպերը արդեն կարող են տարբեր ուղղությամբ շարժել, այդ թվում նաև Հայաստանի ուղղությամբ եւ նման վտանգ միշտ էլ կա եւ դրա մասին պետք է բարձրաձայնել եւ խոսել, որ այս պատերազմը բացի մարդկային զոհերից բերում է նաև էկոլոգիական աղետի եւ այդ աղետը նույնպես տարածվելու հնարավորություն ունի։ Բացի այնց գաղտնիք չի, որ որոշակի լարվածություն կա Իրանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ Ադրբեջանը նույնպես տիրապետում է որոշակի նավթային պաշարների, որոնք բացառված չեն, որ կարող են թիրախավորվել եւս։ Բառացիորեն այս վերջերս այն լարվածության պայմաններում Ադրբեջանը սկսեց զորքերը շարժել դեպի հարավ։ Եվ նաեւ լուրեր կային, որ Արցախի օկուպացված տարածքում որոշակի պայթյուններ են տեղի ունեցել։ Նախկինում մենք գիտեինք նաեւ, որ այդ տարածքներում
Իսրայելը ունի որոշակի հետախուզական կենտրոններ եւ Իրանը բաց այդ կերպով հայտարարեց եւ պահանջեց, որպեսզի բոլոր իսրայելական կենտրոնները հեռացեն, սիոնիստները հեռանան, եթե չեն ցանկանում թիրախավորվել։ Այսինքն նորից եւ էկոլոգիան կարող է ազդել, եւ այս զարգացումները Իրան-Ադրբեջան կարող է ազդել մեր վրա, այսինքն իրավիճակը բավականին պայթյունավտանգ է եւ Հայաստանը առավել եւս, եթե ունենայինք adekvat իշխանություն, պետք է ամենը հաշվի առնելով փորձեր գտնել լուծումներ։ Առողջապահության նախարարությունը գոնե կարող է, չէ, ինչ որ ուղերձել կամ ասել վտանգ չկա։ Դե ընդհանրապես Հայաստանում լռություն է տիրում եւ պարզ չէ թե Հայաստանը այս պայմաններում ինչ քաղաքականություն է վարում կամ ոնց է փորձում այս իրավիճակից լուծումներ գտնել, որտեղ նորից եմ կրկնում Իրան-Ադրբեջան հակամարտությունը ինչ որ ձևով կարող է նաեւ անդրադառնալ Հայաստանի վրա։ Առավել եւս, երբ որ Հայաստանի իշխանությունները հոգ չեն տանում երկրի անվտանգության հետ կապված ընդհանրապես զրո հոգատարություն, հակառակը բանակն են կրճատում, գիտեք 25%-ով բանակի կրճատման մասին են խոսում, ռազմական բյուջեն են կրճատում, ռազմական ագրեսիա հենց մեր հարևան Իրանի նկատմամբ պայմաններում։ Սա նորից խոսում է, որ ոչ adekvat իշխանությունների արկայության մասին։ Եվ այս ֆոնին մենք տեսանք, որ Հայաստանի ղեկավարի այդ պաշտոնը զբաղեցնող անձը Եվրոպական խորհրդում խոսում էր Հայաստանի մասին, ասելով եպիսկոպոսներից մեկը փորձում էր նոր պատերազմ հրահրել, հա, մենք փորձում ենք խաղաղություն հաստատել, բայց ինչ որ մարդիկ փորձում են հրահրել։ Այս մեսիջը ինչի համար է հենց այսօր արվում։ Գործող ռեժիմը ինքը փորձում է ատելության խոսք տարածել պառակտելով ժողովրդին։ Դե նրանց համար թշնամին ոչ թե թուրքն ու ադրբեջանցին է, այլ նա համար թշնամին ընդդիմությունն է։ Բոլոր նրանք, ովքեր համարձակվում են քննադատել իրենց։ Նրանց համար թշնամին ազգային ուժերն են ու առաջին հերթին հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցին, որը մեր ազգային ինքնության, ասենց ասեմ, ողնաշարն է։ Իսկ կոտրել այդ ողնաշարը նրանց քաղաքական նպատակն է, ինչպես նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Եվ իզուր չէ, որ Թուրքիան եւ Անկարան եւ Բաքուն աջակցում են գործող քաղաքական ռեժիմին, որտեղ նրանց համար եւս շատ կարեւոր է հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու ոչնչացումը եւ նրա ազդեցության թույլատումը։ Իսկ նա ազդեցություն ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ նաեւ Հայաստանից դուրս։ Մենք ունենք պատերազմություն թե Կոստանդնապոլսում, թե Երուսաղեմում, ունենք նաեւ Կիլիկիո կաթողիկոսությունը Բեյրութում եւ այլն, եւ ունենք թեմերը ամբողջ աշխարհով մեկ, որոնք բավական ազդեցիկ են։ Հետեւաբար ազդեցիկ այս ցանցի ոչնչացումը բխում է Բաքվի Անկարայի եւ նրանց գործակալների Երևանում գտնվող գործակալների շահերից։ Դա նրանք խոսում են ոչ թե այն վտանգների մասին իրական որ կա, այլ խոսում են կեղծ հորինված վտանգների մասին, որոնք սպառնում են իրենց իշխանությանը։ Այսինքն իրենց համար իրենց իշխանության մնալը եւ պահելը վերարտադրել շատ ավելի կարեւոր է, քան թե երկրի անվտանգությունը։ Այդ անվտանգության սպառնալիքի ֆոնի տակ մենք տեսանք, որ Միասնության թվեր նախաձեռնության ղեկավարը Արման Թաթոյանը ներկայացրեց քարտեզներով, որ ադրբեջանական զորքերը 2025 թվականի ընթացքում առաջխաղացում են ունեցել Հայաստանի տարածքում եւ դիրք են կառուցել այնտեղ։ Սա Պաշտպանության նախարարությունը նախարարը կոնկրետ Սուրեն Պապիկյանը հերքեց, ասելով սուտ է։ Գործ ունենք մի քաղաքական ռեժիմի հետ, որը կեղծ թեզերով է ապրում եւ փորձում է կեղծ թեզերը կերակրել մարդկանց իրենց վերարտադրության համար։ Հստակ կերպով պարոն Թաթոյանը իր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է փաստեր, ոնց են դիրքերը առաջ խաղացրել ադրբեջանական կողմը։ Իդեպ ասեմ, դա ոչ միայն այն կողմ այդ դիրքերի ուղղությամբ, այլ նաև դիրքերի առաջխաղացումներն են Սյունիքի ուղղությամբ եւ տարբեր ուղղություններով եւս, որի մասին ես համոզված եմ վաղ թե ուշ փաստեր եւս կներկայացեն։ Մենք հայակվեով բազմաթիվ անգամ ենք խոսացել դրա մասին։ Մեր մասնագետներից մեկը Ավետիք Քերոփյան նորից ժամանակին փաստերով ներկայացվել է, որը նույնպես չկարողացան ներկել, որ մենք Սյունիքի ուղղությամբ ունենք դիրքեր, որտեղ մեր զինվորները գնում գալիս են ստուգվելով ադրբեջանական դիրքապահների կողմից։ Իսկ նրանք նախ ստուգում են, դրանց հետո նոր թույլ են տալի գնալ եւ գալ։ Այսինքն պատկերացեք էլի իրավիճակը։ Սա բավականին ժամանակին աղմուկ բարձրացեց, բայց այդպես էլ չհերքվեց։ Ոչ մի adekvat պատասխան չկա, նույնն էլ այս դեպքում։ Սուտ է դա ընդհանրապես կեղծ բառակապակցություն է։ Ներկայացրեք փաստեր, ներկայացրեք, չգիտեմ, արբանյակային
ֆոտոնկարներ, լուսանկարներ եւ ցույց տվեք, որ դա սուտ է, եթե դա իսկապես սուտ է։ Ձեզ ներկայացում են փաստեր, որոնք դուք չեք կարողանում երգել, ընդհանրապես ելնում եւ ամբիոնից հայտարարում եք, որ դա սուտ է, սա նշանակում է, որ դուք եք ստախոսը եւ կեղծում խափում եք բնակչությանը։ Բայց այսպիսով անվտանգային այդ ռիսկերը ժողովրդի մեջ կան, չէ՞։ Տեսնում եմ, որ կողքին կատարվում է պատերազմ, եւ այս պատերազմի ելքը չի երևում։ Ինչպես կարող են օրինակ այդ տեսարաններով, խոսքերով, այդ հայտարարություններով ռիսկերը չզոքացնել։ Ցավոք սրտի եկեք փաստենք, որ ռոպագանդան ինքը բավական մեծ ուժ ունի։ Ու իրանք տիրապետելով ավելի մեծ լրատվամիջոցների, հատկապես ՀՄԷԿ-ի, իրենք իրենց կեղծ թեզերը այդ ռոպագանդան, այդ Գեբելսյան այդ ռոպագանդան փորձում են տարածել այդ լրատվամիջոցների միջոցով եւ շատ մարդիկ, հատկապես բարձր տարիքի մարդիկ, որոնք հիմնականում դրա սպառողն են, քիչ են օգտվում ինտերնետից եւ այլ լրատվամիջոցներից, ապա նրանք որպես կանոն հենց դառնում են այդ ռոպագանդայի զոհը հավատալով այսպես կոչված կեղծ խաղաղության քարոզին։ Եկեք հիշենք, էլի 2020 թվականից առաջ ընդամենը նորից, երբ որ շատ մասնագետներ, էքսպերտներ, թվում նաև ես ինքս խոսում ենք պատերազմի իրական վտանգի մասին, այս մարդիկ մեզ հակադարձում, որ մենք փորձում ենք խոճապ տարածել, փորձում ենք խաբել, սուտ ենք ասում, նույնիսկ հիշում եք, չէ՞, հայտնի անձը, որ ասում էր թուրք-ադրբեջանական Հայաստան հարձակում Հայաստանի վրա բացառում է Արցախի նկատմամբ, բայց բառացիորեն սեպտեմբերին դա արդեն սկսվեց այդ գործողությունը։ Հետևաբար այս մարդկանց, եւ իրանք ասում են սուտ է, սա նշանակում է, որ իրանք շատ լավ տիրապետելով իրավիճակին փորձում են բնակչությանը մոլորեցնել եւ խաբել։ Հունիսի 7-ին սպասվում են ընտրություններ, եւ այդ ռոպագանդան ձեր ասված կարող է աշխատել, կարող է չաշխատել։ Օրինակ Հայաքվեն ինչ է անում, որպեսզի մարդկանց մոտ այդ ռոպագանդան չաշխատի։ Մենք շատ ակտիվ այդ թեմայով խոսում ենք։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում, առաջիկա մի քանի օրերը մեկնում ենք Մասիս, որտեղ հանդիպում ենք ունենալու տեղի բնակիչների հետ, որտեղ մեծ թիվ են կազմում նաև արցախցիների հետ, որոնց պետք է նախ եւ առաջ ասենք, որ նախ պետք է ասենք, որ իսկապես վտանգներ կան, եւ իսկապես մենք նաև գիտենք, Հայաքվեն գիտի, թե ինչպես այդ վտանգները կանխել։ Հայաքվեն կներկայացնի անվտանգության մեր ռազմավարությունը, որտեղ խաղաղությունը հնարավոր չէ, թե դուք չունեք անվտանգության հստակ համակարգ։ Ցանկացած խաղաղություն հնարավոր է կառուցել անվտանգային համակարգների նկատմամբ։ Այ վաղը մենք փորձելու ենք ներկայացնել անվտանգության համակարգ։ Հաջորդ օրը մենք կհանդիպենք հենց Մասիսում եւ մի շարք այլ տեղի բնակիչների ցույց տալու համար, որ նախ արցախցիներ չեն հրաժարվում իրենց իրավունքներից Արցախի նկատմամբ եւ Արցախ վերադառնալու իրենց իրավունքը դա անխախտելի միջազգային օրենք է, որը հաստատված է նաեւ մի շարք միջազգային դատարանների կողմից։ Այդ պահանջը շատ կարևոր է նաեւ այն ֆոնի վրա, երբ որ ադրբեջանական կողմը շարունակում է Հայաստանի մասին խոսելուց օգտագործել արևմտյան Ադրբեջան տերմինը։ Հիշենք էլի, իրենց բոլոր պետական լրատվամիջոցները բազմաթիվ անգամ բառացիորեն խոսքը գնում է վերջին մի քանի շաբաթների մասին, այլ ոչ թե նախկինում։ Միշտ օգտագործում են արևմտյան Ադրբեջան տերմինը Հայաստանի Հանրապետության մասին խոսելուց։ Այսինքն որ երբ որ դու հրաժարվում ես Արցախից, դու վերածվում ես արևմտյան Ադրբեջանի։ Հետևաբար մենք ապրում ենք մի իրականության մեջ, եւ գործող ռոպագանդան, գործողական ռեժիմը փորձում բնակչությանը խաբել, բայց ընդդիմությունը հանձինս Հայաքվեի փորձում են ընդհակառակը ներկայացնել իրականությունը, որ կա մեկ, երկրորդը ներկայացնենք լուծումները։ Բավարար չէ ասել, որ ամեն ինչ վատ է։ Շատ կարևոր է նաեւ ցույց տալ, թե լուծումները որոնք են։ Իսկ այս փուլում մարդկանց հետ շփվելով դուք ինչ տրամադրություններ եք նկատում։ Մարդիկ, ովքեր չեն ուզում լսել իշխանության մասին, չեն ուզում լսել ընդդիմության մասին, բայց չեն կողմնորոշվել, թե օրինակ հունիսի 7-ին ում են ուզում ընտրել։ Սակայն հասկանում են, որ Հայաստանում կան խնդիրներ, կա անվտանգային ռիսկ։ Գործող քաղաքական ռեժիմը իր այս ռոպագանդայի որոշակիորեն մարդկանց բերել է տարբեր, ասենց ասեմ, իրավիճակի, երբ շատերը շփոթված են, կողմնորոշված չեն, հոգնել են գործող քաղաքական ռեժիմից, հոգնել են սրանց դեմքերից, բայց նաև քանի որ ռեժիմը տարիներ շարունակ նախկին ներկայիս օրակարգն է առաջ քաշել, նաև փորձում են դուրս գալ այդ օրակարգից։ Հիմա Հայաքվեն հանձինս, ասենք թե մեզ եւ միավորվելով միասնության թևեր, որը ղեկավարում է Արման Թաթոյանի եւ եւս մի շարք ուժերի, ցանկանում ենք հենց բնակչության այդ հատվածին, այսպես ասած, չկողմնորոշված չեզոք հատվածին առաջարկել որպես քաղաքական օրակարգ հենց մեր քաղաքական ուժը, մեր քաղաքական միավորումը ավելի շուտ։ Մի քանի առավելություն կա, ասենց ասեմ։ Նախ մենք գնում ենք միավորման։ Մի բան, որ գոնե մեր հանդիպումները ցույց է տալի, որ բնակչության կողմից շատ դրական է ընդունում։
շատ բացասական են թվում, եւ դու առանձին եք մասնակցում այս ընտրապայքարին, որտեղ կա եւս մի ուժ, ասենց ասեմ, ճակերտավոր ուժ, չփոշիացնել ձայները կոչվող, որ երբ որ մարդիկ ասում են, չէ, գնացիք միավորվեք, որովհետեւ մենք ձեզ աջակցենք, եւ ցանկացած միավորում դրական արձագանք է ստանում եք։ Երկրորդը մենք նաև նոր դեմքերով ենք հանդես գալի։ Ավետիք Չալաբյան, Արման Թաթոյան, եւս մի շարք մարդիկ, որոնք երբեք քաղաքականության մեջ, ակտիվ քաղաքականության մեջ չեն եղել, իրանք գալով առաջ ասում են, որ կան նաև նոր այլընտրանքային դեմքեր, նոր քաղաքական գործիչներ, կան նոր քաղաքական մշակույթ, որտեղ մենք նաև նոր քաղաքական մշակույթ ենք բերում հանձինս մեր գործունեության, հանձինս մեր նաև քաղաքացիական ակտիվության եւ այլն եւ այլն։ Այսինքն ես համոզված եմ, որ այս նորարարությունը, որով մենք գալիս ենք քաղաքական դաշտ, սա բավականին լայն արձագանք կունենա բնակչության շրջանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ անցողիկ շեմը հայտարարեց, որ բարձրացվել է կուսակցությունների եւ մյուս միավորումների համար, արդեն եթե 3-ից ավելի միավորում մեկ կուսակցության մեջ է լինում, 10% է։ Ձեր կարծիքով կկարողանաք դուք հավաքել։ Սենց ասեմ, ոչ թե կուսակցության, այլ դաշինքների համար։ Դաշինքի։ Եթե 3 կուսակցություն է 8% է, եթե 3-ից ավել 4 կուսակցություն 10%։ Նայեք, սա տարբեր լուծումներ ունի, տեխնիկական եւ կարող են եւ դաշինքի տեսքով գնալ, սա կախված կլինի առաջիկա մոտ 1 ամսվա ընթացքում թե ինչ զարգացում կլինի։ Կարող է նաեւ մեկ կուսակցության մեջ, մեկ կուսակցությունով գնանք։ Խնդիրն է թե ինչքան, ասենց ասեմ, ուժ կարողանան գեներացնել մեր շուրջ։ Հետաբար այս խնդիրը լուծելի է, բայց հասկանալի է, էլի իշխանության ձգտումը դաշինքներին հնարավորինս հարվածել, թույլ չտալու համար, որ խոշոր դաշինքները մասնակցեն ընտրապայքարի։ Տեսականորեն չի կարողանում որևէ ընդդիմական կամ նոր ձևավորված ուժ անցնել իշխանության կամ կոալիցիա կազմել։ Վեր ընտրվում է այսօրվա իշխանությունը, սա ինչ ռիսկեր է մեզ համար բերելու։ Սա բերել է առաջին հերթին, որ Հայաստանի նկատմամբ պահանջները Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կրկնակի եռակի մեծանալու են, որտեղ նրանք համարել են, որ գործողական ռեժիմը վերարտադրվել է իրենց շնորհիվ։ Ինչ մասինք իդեպ խոսում են տարբեր մակարդակներով։ Հետաբար Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները, այսպես կոչված անկլավների նկատմամբ վերահսկողությունը, դեպի այդ անկլավներ տանող տարբեր ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը, տարբեր միջանցքների նկատմամբ իրենց վերահսկողության մեծացումը եւ այլն, եւ վերջապես Հայաստանը 300,000 ադրբեջանցիների գալու պահանջը, սահմանադրությունից անկախության հռչակագրի հեռացումը եւ այլն, սրանք թվան մանր պահանջներ, հավատացիք ինձ, շատ մանր պահանջներ։ Եթե ասվածչանը սրանք վերարտադրեն, այդ պահանջները կրկնակի եռակի քառակի մեծանալու են, նորանոր պահանջներ լինելու։ Մի բան կարող եմ հստակ ասել, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը սանցեց չի կնքի երբեք, մինչև այդ իր նորանոր պահանջները չկատարվեն։ Նախաստորագրում իրանք արել են, կարող են մի հատ էլ անել նախաստորագրում, հետո երրորդ նախաստորագրում, չորրորդ, բայց վերջնական խաղաղության ոչ մի պայմանագիր Հայաստանի տարածքային ամբողջականությունը երբեք Ադրբեջանի կողմից չի ճանաչվի։ Այսինքն ոնց որ սանքեն, չէ՞, որ 40 կիլոմետրեր են ասում եւ այլն։ Այսինքն Հայաստանի նկատմամբ բռնաճնշումները կուժեղանան, հայկական գերիների վերադարձու հարցը ընդհանրապես կփակվի, ինչպես արդեն նշել եմ, Հայաստանը, ինչպես նրանք են երազում, խաղաղության խաչմերուկ երբեք չի դառնա, Ալևի Շմեկիչ վերջին հարցազրույցում դեռ Գերմանիայում հայտարարեց, էլի, որ դա իրենց երազանքն է Հայաստանը ինչ որ խաղաղության խաչմերուկ դառնալ։ Այսինքն Հայաստանի վիճակը կրկնակի եռակի էլ ավելի կվատանա։ Շնորհակալություն, պարոն Մանվելյան։ Ես եմ շնորհակալ։ Եթերում ուղիղ խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիայի YouTube-յան ալիքին։ Հաջողություն։